Խաչապատկերների բազմազանությունը նույնպես անհաշվարկելի է։ Չգիտես ինչու վերգիտնականները համառորեն չեն ուզում նկատել այն խորը կապը, այսպես կոչված միջ քրիստոնեության շրջան եւ քրիստոնեության։ Իմիջիայլոց հետարքին մի բան ասեմ, որ կաթոլիկ եկեղեցին բողոքականությունը խաչապատկերի մեջ տեսնում է այն գործիքը դահիճի, որի վրա խաչվեց Տերը, Քրիստոսը։ Դա նույնիսկ մի հեթանոսյան հոտ է փչում, էլի, երբ որ այդ խաչը գնում համբուրում է, որը եղել է Տիրոջ մահվան պատճառը։ Ու կամ որով սպանել է Տիրոջը։ Ասում են ինչու մեջ անաստված բան կա։ Մեր եկեղեցում, մեր մշակույթի գործառույթներում կիրառվող այդ սիմվոլիկա միայն կյանքի ու կենսախնդության իմաստավորում։ Քրիստոնեության սկզբնական շրջանում խաչը որպես սիմվոլ հանդես չի եկել, ձուկն էր սիմվոլը եւ այլ սիմվոլներ կային։ Խաչը սկսեց տարածվել իմ կարծիքով հենց Հայաստանից։ Եվ սկսեց տարածվել ոչ թե որպես խաչապայքի գաղափար, որի վրա խաչվել է Հիսուս Քրիստոսը, այլ որպես կենացառ, որը հավերժական կյանքի սիմվոլն է։ Եվ դա ամենևին շինծու չի, դա հազարամյակներ շարունակ պաշտված կենաց ծառն էր, որը վերածվեց խաչքարի և մինչև այժմ օգտագործվում է։ Ամբողջ ընթացքում մեզ հաջողվեց նմանեցնել ու նույնացնել մոտ 100 ժայռապատկեր, օձերից մինչև խաչեր ու մարդիկ։ Սակայն միևնույնն է, ամենահետաքրքիրն ու անհասկանալին մնում է Նխշուն քարի աբստրակտ պատկերը։ Սա որևէ տեղից արտանկարած չէ, այս գծերի հավասար բան։ Սա մտածված համակարգ է ստեղծված եւ այդ համակարգի, որով կարելի է ինչ-որ գաղափար փոխանցել։ Եվ այդ գաղափարը փոխանցելու ինչ-որ տարբերակ է։ Թե ինչ չեմ կարող ասել։ 30 կետ է, 31 կետ է, 28 կետ է եւ այլ տարբեր թվերով, տարբեր ձևերով են հաշվել, մեկը մի կետ սա համարել է կետ, մեկը չի համարել։ Ես հակված եմ այդտեղ օրացույց տեսնելու։ Բայց եկեք այսպես ասենք, դա սովորական մեր այսօրվա պատկերացրած օրացույցը չհասկանանք։ Դա բոլորովին տարբեր բան է։ Տեսեք մի փոքրիկ ակնարկ ձեզ այսպես ասեմ, միջնադարյան հայկական օրացույցում, որը մեզ հասել է Անանյա Շիրակովի շնորհիվ, նրա գործով 7-րդ դարից վկայված ունեն։ Ամսվա 30 օրերից ամեն մեկը ունեցել է հատուկ անուն։ Եվ ինչ հետաքրքիր, այդ անունները բոլորը կամ հեթանոսական աստվածների անուններ են, կամ պաշտամունքային վայրերի անուններ են։ Պատահական անուն այնտեղ չկա։ Ինչ որ պարզապես ինչ որ մի բան նշանակող, տակ, ցուրտ, լույս, մոտ այդպեսի բան չկա։ Բոլորը պաշտամունքի հետ կապված իրողություններ են։ Այսինքն ոչ մի օր պատահական օր չէ, տարվա մեջ յուրաքանչյուր օր ունի իր գործառույթը։ Այդ օրը մի բան է կատարվում, մի բան է տեղի ունենում։ Եվ ոչ թե դա եղել է անցյալում մենք հիշում ենք, անընդհատ դա կրկնվում է, այսինքն ամեն տարվա այդ օրը ինչ որ մի բան տեղի է ունենում։ Եվ այս պատկերացումը չի կարող 3 հորինված լինել, սա շատ հին պատկերացում է։ Հենց այն, որը ես օրինակ վկայակոչեցի մեր հին հայկական օրացույցի ամսօրերի անունները, բոլորը պաշտամունքի հետ կապված իրողություններ են, շատ հավանական է, որ այստեղ էլ այդ օրացույց ասելով հենց այդպեսի բան նկատի պիտի առնվի, որ այսինչ երրորդ օրը այսինչ իրողության հետ է կապվում, այսինչ խորհուրդը պիտի ունենա։ Այն փաստը, որ այստեղ այլևս չկան
մարդակերպեր, օծակերպեր, այծակերպեր, այլ բոլորը երկրաչափական մարմիններ են։ Սա մեզ զգուշանալ է տալիս, սա մեզ տանում է դեպի աբստրահված միջավայր, եւ հենց այդ առումով ես համաձայն գիտնականներից կամ կարողանում կամ մոտենում համաձայնության այն գիտնականներից, որոնք պնդում են, որ սա օրացույց է եւ տիեզերքի քարտեզ կամ տիեզերքի նշան։ Այս մեծ քարերի վրա մեր պատմությունն է։ Իսկ մենք այդ պատմությունը կերտողների ժառանգները։ Այդ կոտրված քարի շարունակությունը պետք է լինի։ Պետք է լինեն դեկորներ, դրանք բոլորը պիտի հավաքվի, ընդհանուր կոմպոզիցիան վերականգնվի։ Մենք խոսում ենք կոնկրետ քարի վրայի կոմպոզիցիայից, բայց չենք խոսում, որ այդ քարի հետ միասին մյուսները կազմում են համակարգ։ Պարզ երևում է, որ նույն համակարգի տարրերն են։ Եվ եթե մենք այդ տարրերը չհավաքենք, իմիջ չբերենք, ընդհանուր պատկեր չենք ստանում։ Տեսեք, ես ուրեմն հանդիպել եմ բազմաթիվ չասեմ տարբեր կարծիքներ այդ քարի վրայի տարբեր պատկերների վերաբերյալ, մասնավորապես ամենամեծ պատկերը խոշոր շրջանը մեջը պարույրով եւ վրան արված ճառագայթներով։ Դրա մասին տարբեր կարծիքներ կան, սկսած արևից, արևի սկավառակից, գիսավոր, կա Թոխատյան Կարենի տեսակետը, որ դա բոլիդի պատկեր է, նույնիսկ նա փորձել է գտնել, նույնացրել է այնտեղը, որտեղ կարող էր այդ ենթադրյալ բոլիդը անկում կատարած լինել։ Դա կարող է մեր կողմից բոլորովին չակնկալված բան։ Գիտեք ինչ կա, հարցը այն է, որ ժայռապատկերը մենք այսօր ընկալում ենք որպես նկար։ Նկարը ինչ-որ մի բանի նկար։ Բայց հարկ է նաև ընդունել, որ ժայռապատկերը գիր է, գրային համակարգ։ Եվ որպեսզի մենք իմանանք ինչ է գրված, պիտի այդ գրային համակարգը սովորենք կարդալ։ Իսկ մենք դա դեռ կարդալ չգիտենք։ Հետո եթե մենք չենք հետազոտել այդ կողքի օծապատկերները, մարդկանց պատկերները, որոնք որևէ կապ չեն կարող ունենալ երկրաչափական պատկերներով ստեղծված այս կոմպոզիցիայի հետ, տեսնում եք այնտեղ մարդիկ կան։ Մարդիկ կապ չունեն սրա հետ, սա ուրիշ ոճ է, սա ուրիշ ժամանակաշրջան է։ Ամբողջական պատկերը նայեք այդ քարի եւ կողքի քարերի, դրանց վրա բազմաթիվ բաներ են պատկերված։ Այսինքն եթե դա գիր է, այնտեղ շատ բան է գրված։ Ահա Սևսարի մեկ այլ առեղծված։ Այսպիսի անցքերով քարեր այստեղ բավականին շատ են։ Քարի վրա արված փոս։ Ինչի համար։ Առաջին, շատ քիչ հավանական է, որ դա լինի բնական փոս քարի վրա։ Ամենայն հավանականությամբ դա մարդու ձեռքի աշխատանք է։ Ուրեմն եթե մտածենք, նախ ասեմ նաև որ քարը շատ ամուր տեսակի քար է, դրա վրա փոս անելը այդքան դյուրին չէ։ Ուրեմն դա հատուկ ջանք պիտի թափվի, որ այդ տեսակ փոս ստեղծվի քարի վրա։
գիտեք ինչ կա, որևէ կոնկրետ հիմք չկա մի բան ասելու, բայց ենթադրել շատ բան կարելի է։ Օրինակ կարելի է ենթադրել, ասենք, որ դա կարող է ծառայել իբրև զոհարան, մտածելով, որ կարող է զոհաբերման կենթանու արյունը հոսեր կուտակվեր այդ փոսի մեջ, սա ընդհանրապես այդպես թռուցիկ ենթադրություն է։ Բայց անկասկած է ըստից, որ այդ փոսը արհեստական ստեղծված է քարի վրա, որոշակի նպատակով, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող։ Եթե ժողովուրդներից որևէ մեկը եվրոպական միայն սա ունենա, սրա վրա կառուցել թանգարան։ Եթե միայն սա ունենալ, ավելի քեզ ասել, հենց այդ թանգարանից կստեղծեին գիտական խումբ եւ տարիներ շարունակ ամենայն լրջությամբ ու բծախնդրությամբ կհետազոտեին դա եւ աշխարհին ցույց կտային որպես մարդկային քաղաքակրթության զարգացման հզորագույն նմուշ։ Բայց ես դա գերխնդիր չեմ համարի, գերխնդիր կհամարեմ նախ եւ առաջ դա փրկելը, պահպանելը, փրկելու մի քանի ձևեր կան։ Առաջին ես կառաջարկեի, որ գիտեք ինչ կա, մենք ոչ մեկս երաշխավորված չենք տարատեսակ աղետներից, մարդածին եւ բնական, դրա համար ես պարտք եմ համարում մեր սերնդին պարտքը, որ մենք կարողանանք դրա գոնե պատճենները, լիարժեք պատճենները փոխանցել սերունդերին։ Դա շատ դյուրին գործ է, այսօր կարելի է նախաձեռնել եւ իրագործել։ Օրինակ կարելի է այդ քարի մանրակերտը, այսինքն ոչ թե մանրակերտը, զուտ ամբողջական պատճեն է իր բնական չափսով գիպսից կամ մի որևէ այլ նյութից, այսօր կամ պլաստիկ տարբեր նյութեր էլի նույն գործը կատարում են, պատճենը պատրաստվեր եւ տեղադրվեր թանգարանում։ Դա մի քանի խնդիր կլուծեր։ Նախ պահպանման, տեղեկույթի պահպանման խնդիրը կլուծեր, որ անկախ բնօրինակի վիճակից տեղեկույթը կպահպանվեր սերունդների համար։ Մեկ եւ երկրորդ դա կդառնար շատ մատչելի բոլոր հետազոտողների համար թանգարանում դրված։ Այսօր դա սարի ծայրին է, աշխարհի ծայրին ոչ բոլորը իզորի են այնտեղ գնալ։ Էլ չեմ ասում տարվա ոչ բոլոր ժամանակներում է դա մատչելի։ Տարվա մեծ մասը այնտեղ ձյուն է, անանցանելի եւ այլն։ Տեղն էլ շատ քչերը գիտեն բարեբախտաբար։ Այսինքն նույնիսկ հնարավորություն ունեցողը չի կարող տեղը գտնել դրան մոտենալ։ Իսկ եթե թանգարանում լինի դրա պատճենը, դա բոլոր հետազոտողների համար կլինի մատչելի։ Դա էապես կխթանի նյութի գիտական մշակմանը, ի վերջո գրի ընթերցմանը, վերծամանը, դա շատ կարևոր կլինի։ Մեզ տվել են մի հզոր, գեղեցիկ պատանյակի, ասեմ, որը արդեն մի 8000, 10000 տարեկան է, 18 ասեցի, 6-8000 տարեկան է, եւ այդ համարը չեք կարողանում նույնիսկ կանոնը իմանալ, ինչու նման է։ Պետք է դա հետազոտվի համակողմանիորեն եւ պեղումներ պիտի կատարվեն եւ պիտի ստեղծվի դրա ընթերցման համար խումբ, միջոցներ տրամադրվեն, որ կարողանան դա վերցանել, կարդալ։ Պետք է լինի, ի վերջո, եկեք հասկանանք, նման հարցերը կատարվում են պետական պատվերով, պետք է պետական պատվեր լինի։ Սա ինչ որ անձերի, ինչ որ կազմակերպությունների անելիք բան չէ։ Սա պետական պատվերով պիտի կատարվի եւ անշուշտ դրա պահպանությունը, որովհետեւ Աստված մի արասի, եթե մի բան պատահի, ես նորից եմ կրկնում, սերունդները մեզ չեն ների։ Մենք շեմին ենք կորցնելու մի բան, որը գուցե աշխարհում ամենաթանկն է։ Ամեն դեպքում հարցերը ավելի շատ են, քան պատասխանները։ Սև սարի համալիրը դեռ մնում է գաղտնիք։ Մենք դեռ անպայման կանդրադառնանք նրան։